նախագահը կներեք ասել էր, որ դա խախտում չի եւ կարող են գնալ նման բան անեն։ Դուք դրան չեք արձագանքել։ Իրավունք ունի։ Բնականաբար չունի։ Դա որևէ տեղ նշված է, որ Հա, իհարկե։ ավելի խաստերով։ Իհարկե, տեսեք հարգելիս, ինչ ես ներկայացնում եմ, մենք մեծ շատ ծավալուն զեկույց ենք պատրաստում։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը հստակ եւ դրա հիման վրա արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով հստակ ընթացակարգ կա, թե օրինակ քվեաթերթիկները հանձնաժողովը ինչպես կարող է ստանալ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահան ունի իրավունքների ու պարտականությունների շրջանակ։ Նույնական ունի նաեւ ընտրատեղամասային հանձնաժողովը եւ որևէ այդ շղթայի մեջ սահմանված չէ, իսկ եթե սահմանված չէ, դա արգելված է, դա ընթացակարգի խախտում է, որ ընտրության կեսին ընտրատարածքային նախագահան կարող է տեղամաս ներխուժել, հավաքել այդ հավաքված աղբային քվեաթերթիկները, դրանք լուրջ ընտրախախտումների հիմք կարող են հանդիսանալ։ Ինչու ենք մենք փորձում կանխարգելել, դա էլ է արգելված չէ, որ մարդը գրպանն է դնում դուրս է բերում քվեաթերթիկը։ Այս մարդը գալիս է իրավասու մարմին process-ի, հավաքում է այդ աղբարկղի քվեաթերթիկները, տեղադրում է ինչ-որ անհայտ տոպրակ եւ հետը դուրս է բերում։ Երբ կարող եք տանել կամ ոնց պիտի անեք։ Դա օրվա ընթացակարգը հետեւյալն է, օրվա ընթացքում աղբարկղում կուտակվում է հանձնաժողովի անդամները նախագահի իրազեկմամբ կամ հենց նախագահի կողմից պարբերաբար դատարկում են աղբարկղը, որովհետեւ դա եթե մասնակցելիությունը ակտիվ է, լցվում է։ Դատարկում են եւ հատուկ տոպրակ գոյություն ունի, ըստ էության դրանք մարման ենթարկա քվեաթերթիկներ են։ Հատուկ տոպրակում դրանք հավաքվում են ու չպետք է արգելված է ընտրության օրը քվեաթերթիկներ դուրս բերելը ընտրատեղամասից։ Հասկանում եք, դա արգելված արարք է օրենսդրությամբ։ Կան մեր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը ունեն հանցակազմի ու վարչական իրավախախտումների տեսակներ, բլոկերով տարանջատվում է։ Սա ըստ էության այդ դրանց շարքին է դասվում եւ խախտում է ընթացակարգի։ Հովակիմյանը ստում է, որ ասում է դա խախտում չի, կարող է տանել լցնել ձեր գլխին, ինք ասում է, կարող են տանել լցնել գլխին։ Չեն կարող տանել։ Դուրս տանելով Ես անկեղծ ասած չեմ լսել, պարոն Հովակիմյանի, պարոն Հովակիմյանի մեկնաբանությանը ծանոթ չեմ, բայց ես պնդում եմ, որ դա խախտում է եւ իրավական հիմքերով եմ պնդում, ուղղակի դա իմ կարծիքը չէ։ Եթե մենք ասենք, որ դա թույլատրելի է, հասկանում եք, իրավական գործընթացը կներեք բարիս համար բարդակ կդառնա, այսինքն կարող է թույլ տալ։ Հիմա պատկերացնում եք ինչ կգտնի, արգելված է ընտրատեղամասից ընտրության օրը ու ընտրության ընթացքում այն էլ չասեմ քվեարկության օրը քվեաթերթիկ դուրս բերելը։ Դա որևէ մեխանիզմով սահմանված չէ, ավելին արգելված է, որովհետեւ մի օր առաջ տեղամասային կենտրոնները սահմանված կարգով ստանում են քվեաթերթիկները, սահմանված կարգով դասավորվում են, դրանց պատշաճ կերպն է իրավիճակն է ստուգում, օրինակ մենք մի շարք տեղամասերում ունենք, որ երրորդ համարի քվեաթերթիկի վրա սկսած տպագրական սխալներից ընդհուպ մինչև դրանց ֆիզիկական վնասվածություն, ճմրթվածություն, պատրվածք, այդտենց խնդիրներ ենք ունեցել եւ նախորդ օրվանից ստուգումներ ենք իրականացրել։ Ես ուղղակի սա հետ կապված մի բան ասեմ, քանի որ այս թեման, քանի որ սա արտակարգ է, տեսանք թե ինչպես է պատասխանը։ Իհարկե արտակարգ է։ Ես ուզում եմ հասկանալ, դուք օրինակ կենտրոնական դատական հանձնաժողովի ղեկավարը տնտել է իր ասուլիսում, որ այդտեղ խախտում չկա, դա նորմալ է, կարող են դուք ասեք արգելված է։ Ես Դա ինչ պատիժ է ենթադրում վարչական թե քրեական եւ արդյոք դուք դրան ընթացք տվել եք օրինակ։ Այսինքն հաղորդում եք այո, եթե Բարի։ Ես արձագանքեմ, որպեսզի երկխոսության չվերածվի, ավարտենք ու սկսենք հարցերին անդրադառնալ։ Տեսեք, բնականաբար այդ օր, քանի որ արտակարգ ռեժիմ էր ու ծավալը խախտումների ահռելի էր, ես այդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների հետ օպերատիվ աշխատել եմ ու ի պատիվ իրենց այս մի դրվագ ասեմ, բազմաթիվ նման դրվագներ են եղել, անմիջապես լուծում են տվել, սկսած առավոտը 7-ից, երբ մի շարք տեղամասերում հենց կոնկրետ իմանալով, որ ուժեղ Հայաստանի վստահված անձա, հանձնաժողովի նախագահները թույլ չեն տվել, որ մեր ներկայացուցիչները մտնեն տեղամասային կենտրոններ։ Ես այդ դրվագը կոնկրետ ուղարկել եմ պարոն Սմբատյանին,
ու իրենք արդեն իրազեկ են եղել եւ ընթացքի մեջ է եղել, հա, իրենք զանգել են, կանխարգելել են, նույնիսկ տեսանյութի մեջ երևում է, հա, որ խոսում են ու ասում են, որ դա անթույլատրելի է, այդ կինն է փորձում է մեկնաբանել, արդարանալ ու կրկին պնդում եմ, սա հակաօրինական, հակաիրավական արարք է, բայց հետքերով, հա, հանցագործության մասին հաղորդումները բնականաբար տրվելու են, այն բանից հետո, երբ մենք ամբողջական զեկույց ունենանք, արդեն սա, այս հանրային շրջանառված տեսանյութը կարելի է արդեն հանցագործության մասին հաղորդում եւ արձանագրված իրավախախտում համարել ու ԿԸՀ-ն ըստ էության պարտավորվածություն ունի անկախ իմ հաղորդումից էլ, եթե բաց այդ իրավախախտումները դուք լրատվամիջոցներդ արդեն շրջանառում եք ու հրապարակվում է, իրենք դրանց հետքերով պետք է գնան, որովհետեւ իրենց հիմնական սահմանադրաիրավական պարտավորվածությունն է ապահովել բնական ընթացքը, իրավապահ մարմինների սահմանադրաիրավական պարտավորվածությունն է կանխարգելել հանցագործությունները, այսինքն ոչ միայն ԿԸՀ-ն, նաև ոստիկանությունն է տեսնում, չէ, որ ընտրական իրավախախտում է։ Մամուլը շրջանառելը դա հանցագործության մասին հաղորդում է պարտավորեն հետքերով գնալ։ Բայց մեկ այլ շատ գլոբալ խախտում ասեմ, որը մեր որակմամբ կարելի է համարել նաև ընտրախախտում, դուք վերևը թվեր եք տեսնում։ Հարգելիներս, մենք բաց աղբյուրներից, պետական մարմինների վեր ենք անել հարյուրավոր հասցեներ, մոտավորապես մինչև 10 հաշվառվածը չասեմ, բայց ունենք 846 հասցե, որոնց վրա արդեն 20 պլյուս մարդ է հաշվառված, մեկ հասցեի վրա 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 և ըստ էությամբ ահռելի թվաքանակա քաղաքացիների դառնում։ Մենք դիմել էինք ներքին գործերի նախարարություն և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը ըստ էության պատասխանել էր ոչինչի մասին, հա, հղում կատարելով իրավական ակտերին, որ անձնական տվյալները մշակելի չի եւ այլն, եւ ոչ մի պատշաճ բացատրություն, թե ինչու են այսքան հասցեներ ու ինչու այսքան մարդ կա այդ հասցեներում հաշվառված եւ արդյոք դա լրջագույն մտահոգության տեղիք չէ հետաքննությունների եւ այլն չի ներկայացրել։ Հիմա տեսեք, դրան զուգահեռ ես ձեզ ներկայացնում եմ պաշտոնական տեղեկանքների թվերը, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված են։ Տեսեք, փետրվարի 11-ին ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկանքով մեր ընտրությունների ընտրական գործընթացին 2,489,031 ընտրող էր մասնակցում։ Այնուհետև դրան հաջորդել է մայիսի 23-ի տեղեկանքը, համաձայն որի 2,473,445 ընտրող է գրանցված, այնուհետև մայիսի 31-ի տեղեկանքը, համաձայն որի 2,485,224 ընտրող, այնուհետև վերջին արձանագրությունը, որը ընտրության հաջորդ օրը ԿԸՀ-ն է հրապարակել, ընտրական գործընթացին մասնակցել է 2,507,216 ընտրող։ Առնվազն այս ներքևում էլ իմ ասած տվյալներն են նշված, Excel ֆայլով ես այդ տեղեկանքը ունեմ, եթե որևէ լրատվամիջոց կուզի ուսումնասիրի, մեծ սիրով կտրամադրեմ, նաև իմ Մելոյան Գոհար Facebook-յան էջով կարող եմ հրապարակել, որպեսզի քաղաքացիներն էլ հնարավորություն ունենան ուսումնասիրել, արդյոք օրինակ իրենց հասցեի վրա չեն, ասեմ ավելին, կրկին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից ընտրության օրը, որ իրենց հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված, ասեմ ավելի, մարդը գնացել է քվեարկելու եւ տեսել է, որ այդ անծանոթ մարդիկ, ովքեր ավելացվել են իր հասցեի վրա, արդեն ստորագրել են, այսինքն մասնակցել են ընտրական գործընթացի ու հակառակ պատկերն էլ մարդիկ, օրինակ կոնկրետ արցախցիների դրվագներ ունեմ, ովքեր ստացել են քաղաքացիություն եւ հաշվառված էին, ընտրության օրը գնացել են մասնակցելու ընտրությանը եւ իրենք էլի հաշվառման ցուցակներից հանված են եղել ընտրացուցակներից ու ոստիկանությունը հրաժարվել է, հա, անձնագրայինը այդ ձևը տրամադրել ու մարդկանց զրկել են ընտրական իրավունքից։ Հա, իհարկե։ Տեսանյութերն է դնեմ ու անցնենք հարցին։